Պարոն Մելքոնյան, ինչպես հաջողվեց Նիկոլ Փաշինյանին հենց այսպես ներսից պարակտել եկեղեցին, տեսանք նախորդին այդ տեսարանը ինչպես են եպիսկոպոսները ձեռք սեղմում Նիկոլ Փաշինյանի հետ գլուխ խոնարհում, սա արդյոք դավաճանություն չէր, պարոն Մելքոնյան, ու ինչպես հասանք այս իրավիճակին։ Պատկերացնում եք, ես ինչպես կարող եմ այդ հարցի պատասխան տալ, եթե չեմ իմանում այդ ներքին խոհանոց, այսպես ասած։ Այն նույն մարդիկ, որոնք խոսում էին մի կողմից, հիմա շուրեն եկել մյուս կողմից են խոսում, այդ հարցը պիտի ուղղեք իրենց, ես ինչպես պատասխանեմ։ Ինձ համար լրիվ անհասկանալի է եւ իհարկե երևույթը տգեղ։ Պարոն Մելքոնյան, ներքին խոհանոցը իմանալու այսպես առանձնապես կարիք չէ, քանի որ դա 4 փաստեր են, որոնք տեսանյութերը կա հրապարակված։ Թե ինչպես են այսպես հերթով կեղծ պատարակներ մածուցում տարբեր եկեղեցիներում, ինչպես են ձեռք սեղմում Նիկոլ Փաշինյանի հետ։ Իրենք ինչ կա, դա հարցը ուղղված է իրենց։ Ես կողքից դիտելով այս երևույթը քանի անգամ հարցազրույց եմ տվել եւ ասել եմ, որ պետություն եկեղեցի այս հակամարտությունը, որը որքան էլ անձնական հողի վրա են ներկայացնում կողմերը, իրականության մեջ շատ տգեղ երևույթ է եւ պետությունը քանդելու ճանապարհ է նշանակում։ Դրա համար ես համարում եմ, որ պետք է վերջ տալ այս ամենին եւ հասկանալ, որ մենք մի ժողովուրդ ենք, մի ազգ ենք, եւ եկեղեցին էլ մեր ազգային արժեքների անկախտելի մասն է։ Իսկ չեք կարծում, պարոն Մելքոնյան, որ հենց այս լռության, այս քաղաքականության պատճառով մենք այս իրավիճակին հասանք, որ շատ մեր աչքի առաջ տեսնում ենք ինչ է կատարվում, բայց շատ հաճախ այդպես пассив ընդհանրապես դիտորդի կարգավիճակ ենք ворթեգրում։ Շատերս։ Ասեմ ձեզ, խնդիրն այն է, որ ասելը, խոսելը որևէ խնդիր չի լուծում։ Ես բերեմ իմ ոլորտը, գիտության ոլորտը։ Գիտնականների ճնշող մեծամասնությունը հայտարարում են, որ գիտությունների ակադեմիայի կազմից գիտահետազոտական ինստիտուտները հանելը եւ տանել համալսարաններին կամ գիտության պետական կոմիտեի վերահսկողության տակ դնելը կարող է ունենալ աղետալի հետևանքներ։ Մենք ասեցինք, մենք լսեցինք, ոչ մեկը չլսեց մեզ։ Հիմա դրա համար ուզում եմ ասեմ, որ հասարակական կարծիք ասածը որպես երևույթ բացարձակապես կշիռ չունի։ Դրա համար ասում եք, տես չենք խոսում, չենք ասում։ Հիմա ասել ենք, ես 100 անգամ կրկնեցի որպես ինստիտուտի տնօրեն, որ հայոց պատմություն ձևը շատ ճիշտ է, որը նշանակում է Հայաստանի պատմություն, մեծ եւ փոքր հայքերի։ Մեկը ինձ լսեց բացարձակապես։ Իսկ չանդրադարձան, որ պատմությանիստի տնօրենը նման բան է ասում։ Բերեք մի հատ իրեն կանչենք, մի հատ հարցնենք։ Որոշում կայացրին, դարձրին Հայաստանի պատմություն, որը բացառում է նաև Կիլիկիայի պատմությունը, բացառում է Սփյուռքի պատմությունը, որը մեր պատմության անկախտելի մասն է։ Այսինքն ուզում եմ ասել, որ այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ խոսելը որևէ խնդիր չի լուծում։ Հասկանում եք, սա է։ Դե գործ, լավ, քայլեն, ինչ պետք է արվեն։ Օրինակ, այս դեպքում հասարակությունը, եկեղեցին, էլիտան ինչ պետք է անի։ Եթե տեսնում ենք այսպես հերթով եկեղեցիների գրավելով գնում են, այս կիրակել լուսավորիչում արդեն ամենամեծ եկեղեցում Երևանի, այնտեղ է պատարակ, այսպես ասած, լինելու։ Ուրեմն եկեղեցու վերաբերող մի քանի հարցազրույց եմ ես տվել, իմ ասելիքն արդեն ասել եմ։ Գիտության վերաբերյալ խնդրեմ ինձ դիմեք ցանկացած հարցով, ես Դուք նաև պատմաբան եք ու կարևոր է ձեր տեսակետը եկեղեցու շուրջ զարգացումների վերաբերյալ մայրաթոռը ինչ պետք է անի։ Շատ տեղ երևույթ է։ Ասացի, որ շատ տեղ երևույթ է եւ եկեղեցի պետություն հակամարտությունը լավ տեղ չի տանում։ Եվ որքան էլ դա կողմերից յուրաքանչյուրը փորձի ներկայացնել, թե դա անհատական հողի վրա անձնական խնդիրներ են այստեղ լուծում, ոչ թե ամբողջ պետություն եւ մյուս կողմից էլ եկեղեցի կառույցների մասին է խոսքը, բոլոր դեպքերում ինքը շատ բացասական հետևանքներ կարող է ունենալ ընդհանուր մեր պետականության համար։ Դրա համար էլ կողմերից յուրաքանչյուրը պիտի ձեռնպահ մնա այս ամենից։ Եվ ես մի քանի անգամ կրկնել եմ, որ բոլոր դեպքերում պետությունը ավելի պիտի լոյալ լինի, ավելի տոլերանտ լինի, մեծահոգի լինի, որտեղ ինքը վերջապես ուժ է, քաղաքական ու ռազմական հազարով մի ուժային լծակներ ունի։ Նա պիտի մեծահոգի լինի եւ պիտի փորձեն քովքովի գալ եւ հասկանանք միմյանց։ Այսպես չգիտեմ ուր ենք գնում մենք։ Ես էլ եմ կրկնում, ամենացավալի բանը, որ հասարակական կարծիք ասվածը կշիռ չունի բացարձակապես։ Մասնագիտական կարծիքը հաշվի չի առնվում բացարձակապես։